Նախ կողմնորոշենք, որ մենք պայմանավորվել էինք հրատապության եւ 24 ժամվա այս հարցերը, որտեղ բոլոր օրինագծերը անցել են աշխատանքային փուլեր։ Եվ դրանով է պայմանավորված, որ Մկրտչյան, որ աշխատանքային փուլը ես այդքան կարևորում եմ, որովհետեւ որոշումը կայացնում ենք, երբ որ արդեն падգամները նյութին ծանոթ են եւ մենք ավելի արագ կանցնենք եւ հրատապությունը հենց այնպես դուք չեք բարձրացնի, որովհետեւ կյանքն է ստիպում, որ օր առաջ ունենանք այս կարգավորումները եւ եթե չունենք, ուրեմն ունենք խնդիր։ Հարգելի գործընկերներ, հարցեր հիմնական զեկուցողին։ Հարցեր չկան, հարագի զեկուցման համար։ Չէ, ես մի հարց ունեմ։ Պարոն Մկրտչյան, վերջ այսօր անում ենք տարիքայինի հետ կապված։ Կյանքը ստիպեց, խնդիր ունենք կադրային, թարմ, բայց տարիքով, հա, կրթված մարդկանց կարիք ունենք եւ բերում ենք եւ նրանց այդ տարիքի խոչընդոտը, նրանց ծառայության ժամկետի ավարտը մինչեւ մենք խնդիր չունենք թոշակի հասնելու այդ ճանապարհը սահուն հասնելու համար։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, 37-50 իրականում ուտի հասնել ոստիկանության շարքերը համալրելու պրոֆեսիոնալ կադրերով, այո, խնդիր ունենք եւ կարծում ենք, որ այս կարգավորումը կնպաստի դրան։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այս կարգավորմանը, ոնց նաև եկանք այս կարգավորումը, այո, նաև կյանքը ստիպեց ինչ որտեղ, բայց մենք փորձեցինք հակառակ կողմից գանք։ Փորձեցինք գտնենք իսկ ինչի ասա պարտադիր։ Եվ եթե անկեղծ որևիցե հիմնավորում մենք չգտանք, եթե օրինակ քաղաքացին 36 կամ 37 կամ 38 տարեկան է եւ համապատասխանում է իր բոլոր հատկանիշներով ոստիկանության ծառայության համար եւ ինչի մենք չենք ընդունում։ Թերևս, այո, ձեր նշած տրամաբանությունն է գործել, որպեսզի 35-ից մինչև նվազագույն թոշակի գնալու տարիքային շեմը 55-ն է, բայց նաև գործնականում, հատկապես վերջին ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ մենք ունենում ենք ընդհատումներ ծառայողների կողմից մինչև 35 տարեկան ընդունվածնել եւ մենք նաև որևիցե խնդիր չենք տեսնում, եթե մենք կունենանք օրինակ 37 տարին լրացած անց ոստիկանությունը, որ օրինակ 43 տարեկանում դուրս կգա։ Նաև ինչի եկանք նաև սրան եւ ավելի հակվածությունը բարձրացավ այս նախագիծը ընդունելու, քանի որ մենք տարբեր ընդունելություններ ենք կազմակերպում, հատկապես կանանց ներգրավման ուղղված որոշակի միջոցառումներ ենք իրականացնում եւ բազմաթիվ են քաղաքացիներ, որոնք ըստ մեր դիտարկման բոլոր իրենց հատկանիշներով, որակներով եւ կրթական եւ ֆիզիկական եւ մտավոր համապատասխանում էին ոստիկանության ծառայության համար եւ թերևս միակ արգելքը տարիքն էր դառնում այս պարագայում։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, մի բան ասեմ, որ կադրային կարգավորումների տարիքայինի հետ կապված եւ պաշտոնավարման եւ կոչումների դրանք հստակ կանոնակարգված համակարգեր են եւ անդադ կյանքը ստիպում է գնալ որոշակի փոփոխությունների պաշտոնավարման ընթացքում ներքին գործերում ունեցա մի դեպք, երբ որ Վարդենիսի ոստիկանապետ պետք է նշանակվեր մի մարդ, որը վաղուց զորացրվել էր, Ցականյան, շատ հիշվող ազգանուն էր, որը շատ մեծ օպերատիվ փորձ ունեցող անձնավորություն էր, մենք որոշում կայացրեցինք իրեն բերենք միջև որ երիտասարդ սերունդը ձևավորվի որոշակի բացաթղթային կրթական ցենզով մոտենա եւ մենք այդ կադրային քաղաքականություն դարձնենք իրականություն։ Բայց դուք եթե նկատեցիք, չէ, դուք բացակայում եք առաջին մեր օրինագծի քննարկման ժամանակ Գեգամ Մանուկյանը նկատեց, որ օրինագիծ են ներքին գործերը բերելու, որտեղ բանակի ծառայությունը պարտադիր պայմանա լինելու։ Նկատեցիք այդ։ Այո, լսում ենք, որովհետև այդ հատվածը պետք է ճիշտ է, առաջին ընթերցմամբ հանձնաժողովի նիստում չընդունվեց օրինագիծը, հանձնաժողովը, բացասական եզրակացություն տվեց, բայց ամեն դեպքում պետք է նաև այդ հանգամանքները հաշվել։ Պարոն Քոչարյան, անփոփոխ են կարգավորումները մնում, այսինքն արական սեռի պարագայում պարտադիր զինվորական ծառայությունը պարտադիր է լինելու ոստիկանությունում ծառայություն անցնելու համար, եթե ծառայությունից ազատվելը կապված է կոնկրետ առողջական վիճակի հետ կապված, իսկ մյուս դեպքերը, եթե դա կրթության կամ ընտանիքի բերումով, այս դեպքերը մեկ ամիս ծառայելու ոնց է։ Ախնդիր է, չէ՞։ Ծափ։ Խնդրեմ։ Կներեք, էլի որ քանի որ ես իրավաբան չեմ,
չունեմ այդ կրթությունից, դուք իրավաբան եք, օգտվեմ արդից, այս հարցը ինձ վաղուց հետաքրքրում է։ Օրենքի մեջ, երբ որ աշխատանքային պարտականությունները տարիքով սահմանափակվում է, դա հակասահմանադրական, էյջիզմ, խտրական վերաբերմունք չի մարդու տարիքի հետ կապված։ Ինձ միշտ դա հետաքրքրել է, ասենք որ գրում են 60-ից հետո չես կարա այս տեղում աշխատել, անկեղծ ինձ հետաքրիր է, էլի դա